Փետրվարի 1-ից Հայաստանում բջջային կապի վճարման հետ կապված լուրջ խնդիրներ են սպասվում։ Viva ընկերությունը հայտարարել է, որ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են EasyKey-ը, Telcel-ը եւ iDRAM-ը կդադարեն ընդունել իր բաժանորդների վճարումները պայմանավորվածությունների բացակայության պատճառով։ Սա ստեղծում է հավելյալ վճարի իրական ռիսկ, անհարմարություն միլիոնավոր մարդկանց համար։ Փորձագետները նշում են, որ իշխանությունները չեն կարող լուծել ֆինանսական շուկայի առանցքային խաղացողների միջև աշխատանքի կարգավորման ամենապարզ խնդիրը։ Այս ֆոնին հատկապես ցինիկ են թվում պաշտոնյաների բազմամիլիոնանոց պարգևավճարները։ Քանի դեռ նախարարներն ու падգամավորները կարող են իրենց թույլ տալ ցանկացած կապ, թոշակառուներն ու սոցիալապես անապահով քաղաքացիները կբախվեն լրացուցիչ ծախսերի եւ բարդությունների։ Այս իրավիճակը հերթական օրինակն է այն բանի, թե ինչպես է պետության անարդյունավետությունը հարվածում հասարակ մարդկանց ամենահիմնական կարիքներին։